Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արևմտյան Հայաստանի ղարավարության իրական ուժին ետին կանգնած գաղտնիքները Արմենակ Աբրահամյան, Այնթաբի ասեղնագործությունը հայկական է, Մարալ Շոհմելյան, Յանքեն հերացավ Արցախյան պատերազմներու նահատակ Հալեբահայ Հարութ Փանոյանի քույրը Ալին Փանոյան, ինչու 82-ամյա հայ գինը մնաց առանց տանիքի, մեզ կջնշեն, մեր պատմությունը կլրացնեն, Արցախի պետնախարարի ահազանգը, Բեյրութեն հայուհին, որ դարձավ իր ժողովրդին հիշողության ցայնը, Շուշի անհերքելի փաստեր ցուցահանդեսը Մոսկվայի մեջ, Արևմտյան Հայաստանի ավանդական համերը։ Արևմտյան Հայաստանի ղարավարության 15-ամյա դարետարցին նվիրված ժողովին Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյան իր ելույթին մեջ ընդգծեց, թե այսօր մեծ պատիվ մնե մասնակցել այս հավաքին, որ կխորհրդանշե համախմբվածություն, պատասխանատվություն եւ հայկական ինքնության պաշտպանություն։ Ան շեշտեց, թե ղարավարությունը ստեղծված է ոչ միայն որպես գործադիր մարմին, այլև որպես հայ ժողովրդին իրավունքները, մշակույթը եւ ժառանգությունը պահպանելու երաշխիք, հատկապես Շուշիի եւ Արցախի հետ կապերու համաձայնին մեջ։ Արմենակ Աբրահամյան պատմեց, թե ինչպես 2011 թվականին Փարիզի մեջ ծնունդ առավ արտերկրի մեջ գործող մարմինը, որ 2 տարի հետ վերադարձավ Արցախ եւ Երևան իր գործունեությունը հիմնականորեն հայրենիքի մեջ շարունակելու համար։ Ան հիշեցուց, թե ղարավարության անդամներեն ոմանք ժամանակին հեռացան, սակայն անիկա չի նշանակեր, թե գրնան ստեղծել առանցին կառույցը անկախ Արևմտյան Հայաստանի ղարավարութենեն։ Իր խոսքով Արևմտյան Հայաստանի ղարավարությունը կպաշտպանի համայնքի իրավունքները ոչ միայն Սփյուռքի մեջ, այլև դեղական քաղաքական եւ մշակութային դաշտերուն մեջ։ Ան ընդգծեց, թե գոյություն ունին որոշ քաղաքական ուժեր, որոնք չեն ուզեր, որ Արևմտյան Հայաստանի հայությունը գոյատևե որպես ինքնուրույն միավոր, սակայն ղարավարությունը կշարունակե իր աշխատանքը պաշտպանելու հայության իրավունքները, մշակույթը եւ ժառանգությունը։ Գործադիր մարմնին մեջ ընդգրկված են վարչապետ, փոխվարչապետ եւ արտաքին գործոց, պաշտպանության եւ ազգային անվտանգության, ներքին գործոց, արտարության եւ ցեղասպանության հետևանքներու, գրթության, մշակույթի եւ երիտասարդության, ժառանգության եւ բնապահպանության նախարարությունները, որոնք միասին կաշխատին համայնքի զարգացման, ազգային անվտանգության եւ հայկական ինքնության պահպանման համար։ Եզրափակելով Արմենակ Աբրահամյան գոչ ուղեց պահպանելու հայկական ինքնությունը, հավատալու ղարավարության ուժին եւ շարունակելու աշխատանքը ազգին ու համայնքին համար, անցյալին եւ ներկային միջև գամուրջ կառուցելով։ Ասեղնագործության եւ թաղիքագործության ժողովրդական վարպետ Մարալ Շոհմելյանի թիմադետրի էջեն։ Անցյալեն եկող հիշողությունները երբեմն կպահպանվին ամենանուրբ իրերուն մեջ։ Մեծ մորս տարերու հետ կգրող հնամաշ Կարխաղը, ամուսնույս Միրոնալատը, մեր եւ մեր հարազատներուն ցերկով հավաքված ասեղնագործության բադարիկները, ինչպես նաեւ մեր աշակերտներուն ստեղծած գործերը միասին կվկայեն մեկ ճշմարտության մասին։ Այնտաբի ասեղնագործությունը հայկական է։ Այս ժառանգությունը բարձրապես արվեստ չէ, այն հիշողություն է, ինքնություն եւ պատմական վկայություն։ Երբ մշակութային արժեքները մոռացության կմատնվին, անիկա կվերածվի շարունակվող անարտարության ցևի։ Այդ պատճառով կարելի է ասել, թե ցեղասպանությունը կշարունակվի նաեւ մշակութային դաշտին մեջ։ Մենք բարդավոր ենք սորվեցնել, դարաձել եւ պահպանել մեր ասեղնագործության ավանդույթը, որովհետեւ անոնք բարձ նախշեր չեն, այլ պատմություն են, մեր արմատներն են եւ յուրաքանչյուրը իր խորհուրդն ունի։ Պետք է ասկովին չանք թափենք, որբեսի զանոնք փաստակրենք, վավերակրենք եւ եկող սերունդներուն համար արխիվներ թողենք։ Ուր է մարդկային արդարությունը, երբ ժողովուրդներու պատմությունն ու ստեղծագործ ոգին կփորձեն չնչել։ Հայկական ասեղնագործությունը կշարունակե խոսի լուր, բայց համար հիշեցնելով ճշմարտության մասին։ Ցավով կդեղեկացնենք, որ Երևանի մեջ կարճադև հիվանդութերնե ետք Յանքեն հերացավ Հալեբի Մխիթարյան վարժարանի նախկին տնօրենուհի, հայ ավետարանական Փեթել երկրորդ վարժարանի հայրենավանդ նախկին ուսուցչուհի, Լիբանանի Մխիթարյան վարժարաններու հայրենագիտության բաժնի ղեկավար Հալեբահայ գրթական մշակ Ալին Փանոյանը։ Այս մասին կդեղեկացնենք կանցասարը։ Ալին Փանոյան 2017 թվականին Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության կողմէ բարգեւատրված էր Մայրենիի տեսփան մեդալով։ Ան մաս կազմած է համազգայինի Զվարթնոց երգչախումբին եւ Քարեն Եփե ազգային ջեմարանի շրջանավարտից միության։ Ալին Փանոյան Արցախի պաշտպանության մարտերուն ընթացքին նահատակված Հալեբահայ Հարութ Փանոյանի քույրն էր։ Արևմտյան Հայաստանի հեռուստատեսության անձնագազմը իր խորին եւ անկեղծ ցավակցությունները կհայտնի Ալին Փանոյանի ընտանիքին եւ հարազատներուն։ Արևմտյան Հայաստանի հայ համայնքին մեջ աջող աղքատությունը օրեցօր ավելի դեսանելի կդառնա։ Վերջին շրջանին լայն արձական կտավ 82-ամյա Ռիթա Կասապյանի դեպքը, ով Բակրքյոյի մեջ 7 ամիս վարձ չվճարելու պատճառով ստիպված եղավ լքել իր բնակարանը։ Լրատվամիջոցներու հրաբարակումներեն ետք անհատական նախաձեռնություններով գումար հավաքվեցավ եւ հունվար 31-ին փոխանցվեցավ դանդիրոջ, ապահովելով ժամանակավոր գեցություն։
Սակայն շուտով բարձ դարձավ, որ խնդիրը ամբողջովին չլուծված։ Կասապյան չի գրնար մնալ նույն բնակարանին մեջ եւ այժմ նոր դուն կփնտրե։ Թեփքը բացահայտեց նաեւ համագարկային խնդիրներ, անհատներու աջակցություն ցուցաբերելու հստակ մեխանիզմներու բացակայություն, ինչպես նաեւ համայնքային բնակարանային ֆոնդի հնարավորություններուն շուրջ անորոշություն։ Ռիտա Կասապյանի պատմությունը անգամ եւս կվկայե, թե համայնքին մեջ անհրաժեշտ է համագարկված, տափանցիկ եւ կենտրոնացված հասարակական աջակցություն։ Հակառակ բարակային նման դեպքերը պիտի շարունակվին։ Արցախի պետնախարար Նժդե Իսկանդարյանի դիմադեդրի էջեն։ Երեկ Աբու Դաբիի մեջ տեղի ունեցավ բացառիկ միջոցառումը։ Փաշինյանն ու Ալիևը խաղաղության հաստատման եւ դարաշրջանային խաղաղ օրագարկի առաջնորման համար արժանացան Զայեդ մարդկային եղբայրության 2026 մրցանակին։ Միջոցառման ներկային բազմաթիվ միջազգային ղեկավարներ եւ պատվավոր հյուրեր, լուսավոր սրահ, ժպիտներ, շքեղ ելույթներ, ամեն ինչ տոնական ու գեղեցիկ էր։ Իրականությունը գդրուկ կերպով կդարբերի այս տոնական տեսարանեն։ Այնտեղ ոչ մեկ արդարություն կա, այլ միայն դադարք ցեվականություն եւ այս բոլորը անդանելի ձանրություն կդառնա։ Աշխարհը կտեսնե ցեվական խաղաղության լույսը, բայց իրականությունը բարձ եւ հստակ է։ Մեզ կջնշեն, մեր պատմությունը կլրացնեն, իսկ ճշմարտությունը կփորձեն փոխարինել սուդով եւ ցեվականությամբ։ Սյուզան Խարտալյան ծնած է 1956 թվականին Բեյրութի մեջ ցեղասպանութենեն փրկված հայ գաղթականներու ընտանիքի մեջ։ Անոր կյանքը գարդացել է հայկական սփյուռքի ճակատագիրը եւ հիշողությունը պահպանելու պայքարը։ Խարտալյան իր գործունեությունը սկսած է Փարիզի Գամփ թերթի խմբակրության մեջ, սակայն շուտով մոտեցած է վավերագրական շարժապատկերի աշխարհին, ստեղծելով ֆիլմեր, որոնք հատկապես կարծականքեն հայրու ցեղասպանության ժամանակ կանանց ճակատագրին։ Այս առումով Փեգումնային նշանակություն ունի Տատիկի ստաճվածները ֆիլմը, որ կբացահայտե ընտանեկան ողբերգություններն ու հավաքական դրամաները։ Անոր գործերը կմիացնեն լրագրողական ճշգրտությունը եւ գեղարվեստական զգացականությունը, անհատական վկայությունները վերածելով համընդհանուր արվեստի, որ կլուսաբանե պատմական ճշմարտություններն ու մարդու իրավունքներու խնդիրները։ Սյուզան Խարտալյանի ֆիլմերը ցուցադրված են աշխարհի զանազան երկիրներու մեջ, արժանանալով քննադատներու գնահատանքին եւ բազմաթիվ մրցանակներու եւ կվկայեն, թե հիշողությունը կգրնա մնալ կենթանի եւ արդիական, անգերց ու համարձակ ժամանակակից արվեստի միջոցով ներկայացված։ Փետրվար 7-ին հայ առաքելական եկեղեցու Ռուսիո եւ Նոր Նախիջևանի Թեմի Լազարյաններու անվան հայագիտության գիտահետազոտական կենտրոնը կգազմագերբե Գևորգ Տեր Ղազարյանի Շուշի անհերքելի փաստեր վավերագրական ֆիլմի ցուցադրությունը։ Ֆիլմը, որ պիտի ցուցադրվի Մոսկովյան Դաբան թանգարանին մեջ, նվիրված է Արցախի անկախության համար նահատակված հերոսներուն հիշատակին։ Այն կպատկերե 1920, 2020 եւ 2023 թվականներուն տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները եւ կցուցադրե Շուշիի նկատի առնելով հայկական բնակչության զանգվածային տեղահանությունը։ Ֆիլմի նպատակը անցյալի ճշմարտությունը առարգայական ներկայացնելն է, բացահայտելով լրության մատնված փաստերը եւ Շուշիի պատմության շուրջ ստեղծված խառնաշփոթն ու գեղձարարությունները։ Արևմտյան Հայաստանի խոհանոցը հարուստ է ինքնատիպ համերով։ Բամիայի ավանդական ճաշը կպահպանե Արևմտյան Հայաստանի ավանդական համերը, հիշեցնելով մեր նախնիներու խոհանոցային հմտություններն ու մշակութային ժառանգությունը։ Պատրաստման եղանակին ծանոթանալու համար կխնդրենք այցելել մեր պաշտոնական կայք։ Հարգելի հայրենակիցներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։